Լրատվության ժամեսոսի հեռուստաընկերության եթերում բարև ձեզ։ Հունվարի 13-ին ժամը 14-ին մի խումբ կապանցիներ Կապանի բժշկական կենտրոնի բակում բողոքի ակցիա էին կազմակերպել։ Պահանջելով հանդիպում հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ, հավաքվածները ցանկանում էին պարզաբանում ստանալ դեկտեմբերի 25-ին հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդկանի և պտղի մահվան դեպքի առնչությամբ 26-ամյա Մարինե Իվանյանի ծնողները, ամուսինը, հարազատները բուժանձնակազմին են մեղադրում կատարվածի համար։ Սյունիքի մարզեն քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ծննդկանի մահվան դեպքի առթիվ նշանակվել է մահացած պտղի և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ Այժմ տարվում է անհրաժեշտ բժշկական գործողությունները դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը մեծ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ մարզպետի հանձնարարականով ևս ստեղծվել է հանձնաժողով, կատարվում են ուսումնասիրություններ։ Լրացուցիչ մեկնաբանություններից այժմ զերծ են մնում ուսումնասիրությունների օբյեկտիվության վրա չանդրադառնալու համար։ Հանրապետության մի շարք վայրերում տևական ժամանակ ցածր ջերմաստիճան է գրանցվում։ Կրթության և գիտության նախարարությունը մարզպետներին, դպրոցների տնօրեններին առաջարկել է անհրաժեշտության դեպքում հանրակրթական դպրոցներում դասերը սկսել ժամը 10-ից 30 րոպե տևողությամբ։ Կապանի դպրոցներում, սակայն դրա կարիքը չեն տեսնում։ Բավարար ջերմաստիճան ոչ բոլոր դպրոցներն են չնայած ապահովում։ Ըստ անհրաժեշտության հանրակրթական դպրոցներում դասերը սկսել ժամը 10-ին 30 րոպե տևողությամբ։ Կրթության գիտության նախարարի առաջարկն է մարզպետներին, դպրոցների տնօրեններին։ Պատճառը հանրապետության որոշ հատվածներում տևական ժամանակ գրանցվող ցածր ջերմաստիճանն է։ Մինչդեռ Կապանում կարելի է ասել գարնան շունչ է նկատվում։ Առաջիկա օրերին սպասվում է 5-ից 9 աստիճան տաքություն։ Մարզպետանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետից փորձեցինք պարզել, արդյոք դասերը հետաձգելու կամ դասաժամերը կրճատելու անհրաժեշտություն է զգացվում։ Ուսումնասիրելով խնդիրը, նաև Սյունիքի մարզպետի հետ քննարկելով, մենք եկել ենք այն եզրահանգման, որ մեր մարզում այդ անհրաժեշտությունը մենք չունենք։ Այսինքն, այո, կան հատվածներ, բարձրադիր գոտիներ, որտեղ որ իսկապես ցուրտ է, եւ մենք ունենք բնակավայրեր այդ հատվածներում։ Բայց խնդիրը նրանում է, որ դպրոցը ապահովված է անհրաժեշտ վառելիքով, եւ դպրոցը պետք է կատարի իր բնականոն գործունեությունը։ Համոզված ենք նաև, որ այս ամբողջը անպայման որակապես ազդելու է կրթության վրա եւ ըստ այդմ անում ենք յուրաքանչյուր հնարավորը, որպեսզի դպրոցը գործի, որպեսզի աշակերտը գնա դպրոց եւ 45 րոպեանոց դասապրոցես իրականացնի։ Մարզի բոլոր հանրակրթական դպրոցները ջեռուցվում են, ամեն մեկն իր եղանակով, վառելափայտով, էլեկտրատաքացուցիչներով, դիզվառելիքով, գազով։ Ես այսօր հենց Մեղրի տարածաշրջանից եմ առաջինը տվյալները վերցրել, այո, այնտեղ կար նախորդ օրվա հետ կապված էլեկտրականության հետ կապված վթար, բայց այդ վթարը վերացվել է եւ դպրոցները այլևս այդ խնդիրը չունեն, որ կարող են ժամանակին ջեռուցել։ Այո, վթարները երբեմն կարող են խանգարել դասապրոցեսին։ Կապանի համար 7 հիմնական դպրոցի շենքի շինարարության պատճառով տարրական դասարանների աշակերտները դասի են հաճախում համար 6 հիմնական դպրոցի շենքի մյուս հատվածում։ Շենքը տաքացվում է գազով, մինչդեռ համար 7 դպրոցին տրամադրված հատվածում համեմատաբար ցուրտ է։ Լուսամուտները փայտյա եւ հին են, դասասենյակներում օրվա ընթացքում մի քանի ժամով էլեկտրատաքացուցիչներ են միացնում։ Առաջին հարկում գտնվող դասասենյակներում 16 աստիճան հազիվ են ապահովում։ Միայն արևկող հատվածներում գտնվող դասարաններում է ջերմաստիճանը հասնում 18-ի։ Մենք առանցին հաշվիչներ, մենք ունենք, գործում է երեխաների չունենք։ Միայն առաջին օրն ենք միացրել, դա էլ մի քանի օր բացակայել են ընդհանուր ջերմաստիճանը փոխելու համար։ Մեր դասարանում միշտ էլ այսպիսի ջերմություն է եղել։ Կարողության, որ մտնում եք տակ է։ Միջանցքը հիմնականում չենք թողնում երեխաներին, որտեղ շատ ցուրտ է, ոչ մի ձև չի տաքանում։ Հիմնականում դասարաններում են լինում, դասասենյակներ կան, որ շատ մեծ են, ինչքան էլ որ մենք ցանկանանք ջեռուցենք, չի ստացվի, չենք կարողանում։ Հետո բացի դրանից պիտի միջոցներն էլ հերիքի, ֆինանսապես շատ միջոցների առաջ ենք կանգ առնում։ Դրա համար ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում ենք, ստեղծում ենք պայմաններ աշակերտների համար։ Ծնողներ ունենք, հաշվի չեն ուզում առանձին ուզում են ֆինանսապես օգնել, ամեն մեկ իր երեխայի առողջության մասին է մտածում, բայց դե այդպես էլ հնարավոր չէ։ Դասասենյակներում բավարար ջերմաստիճանն է 17-18 աստիճան, ընդամենը 2 դասասենյակում այսօր ունենք 16 աստիճան եւ էլեկտրական մարտկոցներով ապահովել ենք համապատասխան ջերմաստիճան։
բավարար ջերմաստիճան ապահովելու նպատակով մյուս հատվածում, որտեղ հիմա այս պահին 7-րդ դպրոցն է տեղակայված, դասասենյակներում նույնպես էլեկտրական մարտկոցներ են լրացուցիչ վառում, որպեսզի տաք լինի։ Երեխաները հարմարվել են ջերմաստիճանին, նշում են համար 7 հիմնական դպրոցում, իսկ ուսուցիչների մի մասը աշխատում է միջանցքում, որտեղ արևը, այնտեղ էլ ուսուցչանոցն է։ Նույնիսկ էլեկտրական մարտկոցները միացնում են։ Ես էլ արևի պատճառով եկել եք։ Այս է։ Մենք դες համար չենք ասում երեխաներին։ Պատկերը այլ է Կապանի համար 2 ավագ դպրոցում արևկող դասասենյակներում անգամ ջերմաստիճանը 24-ի է հասնում, միջանցքներում 21-ի։ Շուրջօրյա ջերուցվում է դպրոցի շենքը, տաք են դասարանները, հատկապես արևկող կողմի դասասենյակները մինչև 21 աստիճան, 22 աստիճան հասնում է, իսկ դպրոցի դեպի փողոց նայող այդ դասարաններում մենք ըստ անհրաժեշտության, ասենք լրացուցիչ ջերուցման հնարավորություններ ենք ստեղծել։ 16-ի, 15-ի դեպքում 1-2 ժամ միացնում ենք։ Դրա անհրաժեշտությունը եթե կա։ Կան հատուկ սանիտարական նորմեր, բայց մենք գիտենք, երբեմն մենք չենք կարող, ուղղակի նույնիսկ շենքը մենք ի վիճակի չենք շենքը տանելու մինչև 23 աստիճան տաք հասնելու։ Մենք այդ հաստատ ի վիճակի չենք, կամ այդ ոչ թե ի վիճակի չենք, այդ չափ ֆինանսներ մենք կարող է եւ չունենանք, որովհետեւ եթե սանհանգույցներում պահանջվում է համապատասխան ջերմաստիճան, միջանցքներում համապատասխան դասասենյակում, սպորտ դահլիճում, հանդիսությունների դահլիճում կամ ճաշարանում, սրանք տարբեր խնդիրներ են։ Եվ դպրոցը ինչքան որ կարողանում է, այդքան էլ կարող է։ Բոլոր դեպքերում առաջնահերթ ենք համարում աշակերտի առողջությունը։ Նշված կրթօջախներում բացակայությունների թիվը մեծ չէ, երեխաները հաճախում են դպրոց նախատեսված ժամին, իսկ զանգը հնչում է 45 րոպե անց։ Armenia Insurance ապահովագրական ընկերության Սյունիքի մասնաճյուղը 8 տարվա պատմություն ունի։ Տարեց տարի այստեղ աճ են արձանագրում։ Պատճառն ըստ նրանց ապահովադիրների վստահությունն է, որին կարողացել են արժանանալ գործունեության ընթացքում։ 10% աճի ցուցանիշով է 2016-ի իմի բերել Armenia Insurance ապահովագրական ընկերության Սյունիքի մասնաճյուղը։ Առույցի բաժինը մեքենաների ապահովագրության վաճառքի պայմանագրերինն է։ Ես կասեի, որ ապահովադիրները սկսել են ավելի շատ վստահել մեզ, մեր աշխատանքը, դրա համար կնշեմ, որ ամեն տարի մեր բոլոր տեսակի ապահովության պայմանագրերի մասով մենք ունենում ենք հստակ աճ։ Մասնաճյուղը մարզում 8 տարվա պատմություն ունի։ Հովհաննես Ավանեսյանը վերհիշում է դեռ այդ տարիներին մարդկանց ապահովագրում էին դժբախտ դեպքերից, արտասահման մեկնելուց, տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կասկո պայմանագրերով էր իրականացվում։ Աշխատանքային գործունեությունն էլ թույլ է տալիս ունենալ գործընկերների մեծ բանակ։ Սյունիքի մարզում գրանցված տրանսպորտային միջոցների, հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերի 20%-ը իրենց ապա պայմանագիրը, ապա պայմանագրի կնքումը վստահում է մեր ընկերությանը։ Կապանում վթարների թիվը ավելանում է ձմռանը, արձանագրված դեպքերն են այդ մասին խոսում, բայց դրա հետ մեկտեղ ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցվող գումարի չափը քիչ է լինում այդ ամիսներին, ի տարբերություն ամառվա, դա էլ իր բացատրությունն ունի։ Եղանակն է տաքանալուն պես ավելանում է նաև մեր տրանսպորտային միջոցների վարորդների վարած մեքենայի արագությունը, չնայած քանակով լինում է քիչ, վթարները, բայց պատճառած վնասով շատ։ 2016 թվականը ապավոլորտում աչքի ընկավ մի շարք բարեփոխումներով, դրանցից մեկը ուժի մեջ էր մտել սեպտեմբերին։ Խոսքն այն մասին է, որ այլևս անհրաժեշտ չէ ապա պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց լիազորված տիրապետողների անունները։ Առանց դրա էլ ավտոմեքենան համարվում է պատշաճ ապահովագրված։ Կարևոր փոփոխությունը, որ սպասվում է 2017 թվականի ապրիլի 1-ից, դա ինձ թվում է ամենակարևորն է, քանի որ այդ փոփոխություններից հետո ավելի ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայությունների որակը ավելի տեսանելի կլինեն, դա ուղիղ հատուցման մեխանիզմի սկզբունքն է, ասինքն, եթե հիմա այս պահին գործող կարգով Armenia Insurance ապահովագրական ընկերությունում ապա պայմանագիր կնքած անձը, երբ որ իր մեղավորությունով ունենում է վթար, Armenia Insurance-ը հատուցում է վնաս տուժած ապահովադրին, որը Armenia Insurance-ի պայմանագիր գործընկերը չի, ասինքն ապրիլի 1-ից հետո մենք այն տրանսպորտային միջոցները, որոնք կտուժվեն վթարից, որոնք ունեն
պայմանագիր ամենանգիր ինշուրանսի հետ կհատուցենք մենք մեղավոր ապահովագրական ընկերությունից այդ գումարը հետ վերադարձնելու պայմանով։ Դեկտեմբերից մինչև հունվարի 11 ընկած ժամանակահատվածում մասնաճյուղը արդեն 15 դեպք է արձանագրել։ Գորիսի ըմբշամարտի դահլիճում շինարարական եռուզեռ է 39 տարի անց այստեղ գործի են անցել շինարարները։ Չնայած անմխիթար պայմաններին, պարապմունքները այստեղ անց են կացվում, նույնիսկ հասցրել են մարզիկները հաջողությունների հասնել։ Գործարկումից 39 տարի անց հիմնանորոգվում է Գորիսի ըմբշամարտի դահլիճը։ Տարիներ շարունակ 100-ից ավելի սաներ քարուքան, ցուրտ ու անհրապուր այս դահլիճում էին պարապմունքներ անցկացնում։ Ու թեև պայմանները բավականին բարդություններ են առաջացրել պարապմունքների արդյունավետ կազմակերպման համար, այնուամենայնիվ մարզիչները դժվարին պայմաններում աշխատել են եւ հաջողություններ արձանագրել։ Անցած տարիների ընթացքում ունեցել են Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր, Հայաստանի չեմպիոն։ Ըմբշամարտի մեջով անցնող մարդը, մարզիկը, եթե մի մարդ պարապել է ըմբշամարտ մարզաձևով, նա անպայման լավ մարդ է դառնում։ Ստատիստիկայով նայենք, նույնիսկ մեր ազգային բանակում չեք գտնի մեկ զինվոր, որ ըմբիշ լինի եւ որևիցե խնդրի առաջ կանգնի։ Նրանք բոլորը բառից բուն իմաստով հզոր տղաներ են։ Շուրջ մեկ ամսվա ընթացքում նորոգվել է դահլիճի տանիքը, փոխվել են դուռ լուսամուտները, հիմնովին նորոգվում են սանհանգույցները, հանդերձարանները, բաղնիքը։ Այս պահին ներքին հարդարման աշխատանքներ են տարվում։ Հիմնանորոգման ամբողջ ֆինանսավորումն իրականացվում է գորիսեցի գործարար Արուշ Արուշանյանի կողմից։ Չենք պատկերացնում, որ կարելի է լայնածավալ այսպիսի շինարարություն սկսել մարզադահլիճում, որ կարելի է մարզիկների անձնական կյանքի հետ կապված անապահով մարզիկներին, առողջական խնդիր ունեցող մարզիկներին հետաքրքրվել եւ անմիջապես օգնություն ցուցաբերել։ Մարզիչի հավաստմամբ այն ներդրումները, որ կատարվում են վերանորոգման իրականացման համար, հնարավորություն կընձեռնեն ունենալ բացառիկ պայմաններով եւ տեխնիկապես հագեցած դահլիճ։ Նախագահական ընտրություններից առաջ թեժ պայքար է սպասվում Ֆրանսիայի սոցիալիստներին, Թուրքիայի օդուժը Սիրիայի հյուսիսում կրկին հարվածներ է հասցրել իսլամականների դիրքերին։ Թողարկման միջազգային լուրերը։ Թեժ պայքար է սպասվում նախագահի պաշտոնի համար պայքարող ֆրանսիացի սոցիալիստների շրջանում։ Տեղի է ունեցել առաջին հեռուստաբանավեճը, որի մասնակցել են 7 թեկնածուներ։ Բանավեճը նվիրված էր սոցիալական, տնտեսական հարցերին, իսլամի թեմային, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին։ Հարցումների համաձայն ամենաազդեցիկ ֆրանսիացին Արնո Մոնտեգուրն էր, էկոնոմիկայի նախկին նախարարը։ Նա ստացել է ձայների 29%-ը, երկրորդ տեղը զբաղեցնում է Մանուել Վալսը, ինչը անսպասելի էր։ Նրան հաջորդում է Բենուա Ամոնը։ Ձախ կենտրոնամետների պրայմերիզի արդյունքներին անհամբերությամբ է սպասում Էմանուել Մակրոնը, ով լքել է սոցիալիստներին, որ դառնա անկախ թեկնածու։ Մակրոնը նախագահական ընտրությունների առաջին փուլում կարող է զբաղեցնել երրորդ տեղը, բայց դա կախված է այն բանից, թե ում կառաջադրեն սոցիալիստները։ Երկրորդ տեղը կարող է գրավել աջ ծայրահեղական թեկնածու Մարին Լը Պենը, ազգային ճակատի առաջնորդը, իսկ առջևում հարցումների համաձայն առաջատարն է աջ թեկնածու Ֆրանսուଆ Ֆիոնը։ Նա, ինչպես եւ Մարին Լը Պենը, կարծում է, որ Ֆրանսիան պետք է սահմանափակի ներգաղթյալների թիվը, բայց վստահ է, որ երկիրը պետք է մնա Եվրամիությունում։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ին։ Թուրքիայի օդուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում հարվածներ է հասցրել իսլամական պետություն խմբավորման 10 օբյեկտների։ Թուրք զինվորականների տվյալներով ռմբակոծությունների արդյունքում ոչնչացվել են մոտ 40 իսլամական զինյալներ։ Հարվածները հասցվել են աջակցելու համար ջիհադիստների դիրքերի վրա հարձակում գործող զինված ընդդիմությանը։ Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայի հյուսիսում սկսվել է օգոստոսի վերջին։ Անկարան ձգտում է թույլ չտալ, որ այդ տարածքը անցնի քրդական կազմավորումների հսկողության ներքո, որոնք նույնպես պայքարում են իսլամականների դեմ։ Իսլամական պետություն խմբավորումը կատաղի դիմադրություն է ցույց տալիս, արդեն զոհվել են մոտ 50 թուրք զինվորականներ։ Լուրեր լրատվականներ եթերում, ցտեսություն։